Երբ մենք մեծ նպատակներ ենք դնում մեր առջև, հաճախ հայտնվում ենք մի հետաքրքիր իրավիճակում։ Մեծ նպատակը մեզ մոտիվացնում է հասնել հաջողության, բայց դրա ճանապարհին մենք հաճախ թերագնահատում ենք այն փոքր քայլերը, որոնցից կազմված է այդ հաջողությունը։ Եկեք առանձնացնենք 7 փոքր ֆինանսական քայլեր, որոնք տանում են դեպի մեծ հաջողություն։ Հնարավոր է դուք արդեն հասել եք դրանցից մի քանիսին, առանց նույնիսկ նկատելու։ Վաստակում եք ավելին, քան ծախսում եք։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցյալ տարի 6 ամսվա ընթացքում մոտ 34 միլիոն ամերիկացի կամ 13%-ը ավելի շատ է ծախսել, քան վաստակել է։ Վաստակելն ավելին, քան ծախսում ենք, մի ձեռքբերում է, որը ոչ բոլորը կարող են անել, հատկապես երբ գնաճը շարունակաբար թանկացնում է ամենօրյա ծախսերը, օրինակ կոմունալ վճարները։ Այս պարզ գաղափարը ցանկացած լավ ֆինանսական պլանի հիմքն է և հարստության ստեղծման սկիզբը։ Այն փաստը, որ դուք կարողանում եք ձեր ծախսերի մակարդակը պահել եկամուտների թվից ցածր, արդեն իսկ մեծ հաջողություն է, որով պետք է հպարտանալ։ Ունենալ արտակարգ իրավիճակների ֆոնդ։ Ըստ Bankrate-ի տարեկան զեկույցի, մարդկանց 68%-ը մտահոգված է, որ եկամտի հիմնական աղբյուրը կորցնելու դեպքում չի կարողանա հոգալ իր ծախսերը նույնիսկ 1 ամիս։ Սա վախենալու վիճակագրություն է, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է խնայած գումար ունենալը։ Այս ֆոնդերը կենսական նշանակություն ունեն և տալիս են 3 հիմնական առավելություն։ Առաջին, տալիս է ֆինանսական ապահովության զգացում, ինչը թույլ կտա ձեզ գիշերները հանգիստ քնել, իմանալով, որ ունեք պահած գումար։ Երկրորդ, կանխում է պարտքերի մեջ ընկնելը, երբ անսպասելի դեպք է պատահում։ Երրորդ, հնարավորություն է տալիս արագ լուծել խնդիրները, նախքան դրանք ավելի կբարդանան։ Առաջին քայլը, որով արժե հպարտանալ, ձեր առաջին $1000 հավաքելն է։ Այնուհետև կարող եք շարունակել հավաքել այնքան, որը կբավականացնի 3-ից 6 ամսվա ձեր ծախսերը հոգալու համար։ Բյուջեի կազմում։ Վերջերս կատարված հարցումը ցույց է տվել, որ 10 ամերիկացուց մեկն բյուջե չունի։ Անտեղյակ է սեփական ֆինանսական վիճակից։ Բյուջե ստեղծելը մեծ ձեռքբերում է։ Դրա շնորհիվ դուք ավելի լավ եք հասկանում ձեր եկամուտներն ու ծախսերը և սկսում եք կայացնել գիտակցված որոշումներ, որոնք համապատասխանում են ձեր երկարաժամկետ նպատակներին։ Պարզապես պետք է նշելը, թե որքան եք վաստակում, որքան եք ծախսում և ինչի վրա, արդեն լավ հիմք է։ Պարտքեր չունենալը։ Experian-ի հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիներն ունեն միջինը $5221 վարկային քարտի պարտք և $20987 ավտովարկի պարտք։ Պարտքերից ազատվելը կամ ի սկզբանե դրանց մեջ չմտնելը հսկայական քայլ է։ Պատկերացրեք պարտքը որպես կաթող ծորակ, որը անընդհատ դատարկում է ձեր գրպանը և լցնում բանկի գրպանները։ Բարձր տոկոսադրույքները մեծացնում են վճարվող գումարի չափը, ինչն էլ իր հերթին ավելացնում է տոկոսները։ Եթե սա չկանգնեցվի, պարտքը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Կենսաթոշակային հաշիվ բացելը։ Ամերիկացիների 25%-ը կենսաթոշակային խնայողություններ չունի։ Կենսաթոշակային հաշիվ բացելն ու դրանում ներդրում անելը կարևոր քայլ է դեպի ֆինանսական անկախություն։ Այս հաշիվներից շատերն ունեն հարկային արտոնություններ, ինչը թույլ է տալիս, որ ձեր գումարն ավելի արագ աճի, շնորհիվ բարդ տոկոսների։ Լավ վարկային պատմություն ստեղծելը։ Ձեռքբերում, որով պետք է հպարտանալ, բարձր վարկային միավոր ունենալն է։ Սա վկայում է այն մասին, որ դուք պատասխանատու եք և գիտեք ինչպես կառավարել ձեր փողերը։ Լավ վարկային միավորը նման է ոսկե բանալու, որը ձեզ հնարավորություն է տալիս օգտվել այնպիսի արտոնություններից, որոնք ուրիշները չունեն։ Օրինակ, վերցնել ավելի վարկեր ցածր տոկոսով, ինչը նշանակում է ավելի փոքր ամսական վճարներ և պարտքն ավելի արագ փակելու հնարավորություն։ Ֆինանսական գրագիտության ուսուցումը։ Ամենակարևոր կետերից մեկը ժամանակ գտնելն ու ֆինանսների մասին սովորելն է։ Ինչպես ցանկացած այլ հմտություն, սա նույնպես պահանջում է ուսումնասիրություն և պրակտիկա։ Որքան շատ եք սովորում բյուջեի, ներդրումների և հարկերի մասին, այնքան ավելի հմուտ եք դառնում գումարի հետ վարվելիս և ավելի մոտենում եք ֆինանսական ազատությանը։